Հիմա անգամ Ռոբերտ Քոչարյանի թիմը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խաղաթուղթը դա իր խոստացված խաղաղության հեռանկարն է։ Եվ հասկացել են, որ ժողովուրդը իսկապես խաղաղություն է ուզում, Նիկոլ Փաշինյանը դա շահագործում է եւ ընկալում է Ռոբերտ Քոչարյանին եւ այսպես կոչված նախկիններին, բացի Տեր-Պետրոսյանից իհարկե, որպես պատերազմի կուսակցություն եւ իրենք հասկանում են, որ եթե այդպես շարունակվի, իրենք ոչ մի շանս չունեն եւ պարտվելու են։ Հիմա փորձում են ռեբրենդինգի վերածել, այստեղ ուղիղ, բայց ասեմ, այստեղ խնդրեմը հետեւյալն է։ Իրենք էլ են եղել ոչ մի տիզական, Նիկոլ Փաշինյանն էլ է եղել։ Այն 2019 թվականի Նիկոլ Փաշինյանը իրանց բոլորից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, դաշնակցականներից, Սեֆիլյանից, այդ Վիլսոնյան Հայաստանի ջատագովներից ավելի ոչ մի տիզական է եղել։ Սևրի պայմանագրի մասին ով է խոսել առաջինը։ Դերում Փաշինյանը դավաճան չի, պարոն Զուրաբյան։ Այսինքն դավաճանի սահմանումը ո՞նց ենք անում։ Ով որ խոսում է Սևրից դավաճան չի, ով որ խոսում է Սևրից, դա ամենամեծ վնասը իրենք են տալիս։ Ամենամեծ վնասը Հայաստանին տվեց ձեր կարծիքով ոչ դավաճան Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը մտավ ծայրահեղ հայրենասիրական, ազգայնական հռետորաբանության մեջ, բանի Կիպրոսի եւ Հունաստանի հետ կառուցում էր հակաթուրքական ալյանսներ, հայտարարություններ էր անում բանը Թուրքիայի դեմ, Սևրի պայմանագիրներ բարձրացրել, Տավուշյան բաներ անում։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին իրան այնպես էր պահում, ոնց որ ծնվել է Տիգրան Մեծի մեծ Հայաստանը։